Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի սրտում մենավոր այս ընկուզենու տակ է գտնվում վաղ քրիստոնեական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Վանքի լռությունը խախտել են Երևանից Ագարակ հասած հնագետն ու տեղացիները, պեղումներ են իրականացնում։ Պահպանվել են եկեղեցու գավիթը, հյուսիսային և հարավային պատերը։ Թվագրվում է վաղ միջնադարով, այսինքն 4-5-րդ դարեր, բազիլիկա է, եկեղեցի իրենից ներկայացնում։ Մեր այս պեղումների հիմնական նպատակն է, որպեսզի հասկանանք եկեղեցու երկարությունը, այսինքն մենք մի հատված ունենք բացված, սակայն արևմտյան հատվածը, թե որտեղ ավարտվում եկեղեցին, չունենք։ Ծառերի չորացած արմատները, քարերն ու աղբը մաքրելով մասնագետները կբացեն եկեղեցու հյուսիսային պատի հիմքը, որի երկարությունը ցույց կտա, թե որտեղ է ավարտվում եկեղեցու տարածքը։ Սրբատաշ քարերը արդեն իսկ բացված են եղել, մեր հիմա հիմնական նպատակը հիմքերը բացելն է, բայց այդքան շատ խորը չի գնում, դեռևս արդեն 3 շարք քարեր ունենք։ Պեղումներ են իրականացվել նաև եկեղեցու շրջակայքում։ Հյուսիսային պատի տակից մասնագետները պեղել են 13-ից 14-րդ դարերով թվագրվող 3 կարաս, գավիթի տարածքից մարդկային ոսկորներ, կավե-ամաններ։ Մեր նկարահանման ժամանակ հայտնաբերվեցին մանկական վզնոցի ուլունքներ։ Հենա մի հատ էլ Այս կապույտը մածուկից է։ Բացվում են նաև մարդկային բավական մեծ քանակությամբ ոսկորներ, դրանք հիմնականում երեխաներ են, 6-7 անհատի արդեն ոսկորներ ունենք, թե դրանք ինչ տարիքի են եւ ինչ թվագրությունն են, դա արդեն կպարզենք հետագայում լաբորատոր ուսումնասիրություններից հետո։ Գտածոները կհետազոտվեն և ամբողջական տվյալները կփոխանցվեն Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության ճարտարապետներին։ Հաջորդ տարի նախատեսում են Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման նախագիծ մշակել։ Հաշվի առնելով, որ հուշարձանի վերականգնումը բավականին երկարատև հետազոտական, արխիվային և գիտանախագծային փուլեր պահանջող աշխատանք է, մյուս տարի նախագծման փուլը կլինի, նոր դրանից հետո արդեն ամեն ինչ հաջող ընթանալու դեպքում նաև վերականգնման աշխատանքներ կարվեն։ Վանյանի խոսքով պատմամշակութային հուշարձանները վերականգնվում են հաշվի առնելով դրանց հնությունը, բացառիկությունն ու ճարտարապետական, պատմական առանձնահատկությունները։ Արամ Մարանդյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։